Երբևիցե ձեզ զգացել եք ստրեսի մեջ, նեղված ու որոշել եք, որ պետք է դա քննարկել օրինակ ChatGPT-ի հետ։ Իհարկե հիմա, երբ AI-ը այնպես է մտել մեր կյանք, որ կարծես թե այլևս դժվար դուրս գա, հարցը ոչ թե խնդիրներդ չաթին պատմելն է, այլ նայած որ չաթին։ Կարևոր է դա անել ընտրելով հենց նմանատիպ զրույցների ու օգնության համար նախատեսվածները։ Դրանցից մեկը հայկական New Norm-ն է, ու քանի որ How to Be-ն շարունակում է պատմել հայկական ստարտափների ու նրանց տեխնոլոգիական նորարարությունների մասին, այս անգամ ներկայացնում ենք New Norm ստարտափը։ Այնտեղն է, որտեղ դու կարաս կիսվես ցանկացած գաղափարախոսությամբ, որ քեզ հուզում է, որ դու ուզում ես քննարկես, որ ուզում ես բարձր մտածես, որ ուզում ես բարձր խոսես։ Դիանա Օգանեսյանը վարքաբանական գիտությունների եւ հոգեբանության հետազոտող է։ Լևոն Հովանիսյանը արհեստական բանականության մասնագետ է, 12 տարի աշխատել է Microsoft-ում։ Նրանք միասին ստեղծել են New Norm-ը, chat, որտեղ մարդը կարող է խոսել, վերլուծել, հասկանալ իր հույզերը, խնդիրները եւ նպատակները։ Համակարգը օգնում է մտածել, հասկանալ եւ արտահայտվել, ոչ թե պարզապես պատասխանում է հարցերին։ Օգտվում ենք գիտական աղբյուրներից, մենք օգտվում ենք հենց մեր մոդելի տրեյնինգից, որոնք մեր հոգեբանները աշխարհի 4 երկրից անընդհատ fine-tune դա կոչվում, աշխատում են իր հետ։ Մենք օգտվում ենք նրանից, որ մենք ագրեգատված դատան նայում ենք ու անընդհատ բարելավում ենք այդ տեխնիկան, ու մենք օգտվում ենք նրանից, որ մենք հատուկ պարելաձև ունենք եղած խոհակցությունները ճիշտ պահելու։ Այդ կոչվում է mind graph։ Ու այդ 4 ասացիաները New Norm-ն է, որտեղ շատ հեշտ ինտերֆեյսով դու պարզապես մտնում ես, պարզապես սկսում ես խոսել ու արդեն ինքը օգնում է հասկանալ, թե կամ քո հետ մտածել, այսինքն օգնել քեզ մտածել, կամ օգնել հասկանալ ինչն է քեզ հուզում, կամ օգնել ինչու՞ չէ հասկանալ, թե ինչի դու ուզում ես հասնել, եւ այլն եւ այլն։ Հիմա դուք կասեք ինչ տարբերություն, ChatGPT-ին կա էլի, իր հետ կխոսենք, բայց New Norm-ը AI-ը օգտագործում է թերապիայի մեջ, ոչ թե AI թերապիա անում։ ChatGPT-ին չի կարող թերապիայի գործ անել։ Ինչու՞։ Հասկացանք տարբեր պատճառներ, սկսած նրանից, որ հիշողության պահումը ChatGPT-ում չի համապատասխանում թերապիայի համար անհրաժեշտ պայմաններին, այսինքն պահում է պարզապես տեքստ, որը հետագայում անգլերեն ասում են summary է արվում, որի ընթացքում կորում են նյուանսներ, որը բերում է հալյուցինացիաների, վերջացած նրանով, որ դու կարող ես իրեն ամեն դեպքում խոսացնել այնպես, ինչպես դու ես ուզում։ Ինչը նորմալ է, դա իր թերությունը չի պարզապես, ինքը դրա համար չի ստեղծված։ Ոստեղ խնդիրը այն չի, որ իրանք չեն կարողացել, են կարողացել խնդիրը, որ իրանք ընդհանրապես դրանով չեն զբաղվում։ Դու AI-ին կարող ես թելադրել ոնց քեզ պատասխանի։ Գիտակցաբար թե անգիտակի ձևով։ Դրա համար այդ кейսերը կան, որ մարդիկ ինքնասպան անելու, որովհետև դու թելադրում ես, որովհետև դու երկար այդ խոսում ես, ինքը ասում են ինչ դու ասել ես։ New Norm-ին դու կյանքում կարող ես ստուգել բոլորդ, չես կարող թելադրես, ասել, այն ինչ որ դու ես ուզում։ Եկեք փորձենք նույն հարցը տալ երկու չաթերին։ New Norm-ին չես կարող թելադրել, ասել այն, ինչը դու ես ուզում։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես թելադրում է New Norm-ի գիտական բազան։ Դա նման է հոգեբանական սեանսի, որը կարող է քեզ դուր չգալ, բայց կարևորը արդյունքն է։ Թեպետ New Norm-ը չի համարում իրեն հոգեբանին փոխարինող, հատկապես լուրջ հոգեկան խնդրի դեպքում։ New Norm-ը քեզ ստիպում է մտածել ու աշխատանք տանել, որովհետև եթե մեզ ուղղակի տրվեն պատասխաններ, հաճախ նաև պարզապես մեզ գոհացնող պատասխաններ, խնդիրը չի լուծվի եւ գուցե ավելի վատ ելքերի հանգեցնի։ Մենակ AI-ի վրա հույս դնելը այս ոլորտում կոգնիտիվ դու չես կարող։ Ու էլի կոգնիտիվ առումով մենք նոր մարդկություն նոր սկիզբ AI-ի հետ սկսում անցնել։ Ու մենակ AI-ի վրա չես կարա, ոչ մի ոլորտում չես կարա։ Ինչպես է աշխատում New Norm-ը։ AI-ի հիմքում հոգեբանների խումբն է, որոնք էլ օգնում են ստեղծել New Norm-ի տեխնիկան։ Մենք սկսեցինք հեռանալ արհեստական բանականությամբ հոգեբանություն անելու գաղափարից, օգտագործել արհեստական բանականություն, LLM-ները, մեծ մոդելները, օգտագործողին հասկանալու եւ պատասխան ձևակերպելու համար, բայց արանքում որոշումների կայացումը մենք կատարում ենք մեր թերապևտների թիմի կողմից ստեղծվող, մշակվող, անընդհատ զարգացվող տեխնիկաների միջոցով։ Այսինքն մենք վերցնում ենք այն ինֆորմացիան, որը գիտականորեն պետք է թերապիայի համար, դեպքեր, էմոցիաների կրկնություններ, պատերներ, այսպես ասած, եւ այլն, դրանք բավական մեծ ցուցակ են։ Հասկանում ենք տեքստից, պահում ենք հատուկ գրաֆով, գրաֆի միացումներով, եւ եթե մի որոշ ժամանակ անց դու օրինակ ասես այս երեկո էլի տրամադրությունս լավ չէ, ես կարողանամ համակարգից ասել, իրականում կոդը բնականաբար հասկանալ, թե
ինչու է կայանում պատճառը։ Ստարտափ ֆաունդերների 24%-ը դադարեցնում է գործունեությունը ոչ թե փողի պատճառով, այլ հուզական սպառումից։ Տեխնոլոգիաների աշխարհում հիմնադիրները 3 անգամ ավելի շատ են սթրեսի ենթարկվում, քան այլ ոլորտում, քանի որ քիչ ժամանակում ստիպված են բազմաթիվ խնդիրներ լուծել։ Նրանք էլ սկզբում դարձան նյու նորմի թիրախը, բայց այն միայն տեխնոլոգիական աշխարհի մարդկանց համար չէ։ Ուղղակի սկզբնական փուլում գաղափարն ավելի հեշտ էր փորձարկել այդ մարդկանց շրջանում։ Դրա համար մենք սկսեցինք համագործակցելուց տարբեր ակսելերացիոն ծրագրերի, հենց plug and play-ներ, որի մենք շրջանավարտն ենք Հայաստանի առաջին, հենց այդ Cambridge Innovation կենտրոնն է, plug and play ամերիկան է հիմա, plug and play եվրոպայական, որոշ երկրներ են համագործակցում, շատ հեշտ էր ու արագ, իսկ դու պետք է քո գաղափարը արագ կարողանաս ստուգել, որ մի բանա քո գլխում է, մի բանա թղթի վրա է։ Փորձարկեցին ու գաղափարն աշխատեց։ Արդեն մի քանի հազար օգտատեր ունեն բազմաթիվ երկրներից, այդ թվում Միացյալ Նահանգներից, Հոլանդիայից, Հայաստանից։ Նյու նորմը խոսում է անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն, ռուսերեն, ֆիններեն, հայերեն եւ այլն։ Որոշ հարցերին ավելի պատրաստված է պատասխանում, որոշ հարցերին մենք շատ կուզենայինք ավելի լավ պատասխանել, անվերջ process է, անկեղծ ասեմ։ Հիմնականում նյու նորմը գործնական կյանքում ճիշտ կողմնորոշվելու ու հաղորդակցվելու մասին հարցեր է ստանում։ Նյու նորմը օգնում է հարցնելով այդ դիմացի մարդու մասին ինչ որ տվյալներ, որպեսզի ճիշտ կառուցեն, ավելի կառուցողական լինեն հարաբերությունները։ Այդ շատ հետաքրքիր է։ Անձնական հարցերը դերի շատ են, կոմունիկացիոն հարցերը շատ են, ու նաև մենք ունենք մի քանի հարցում, քանի որ անցած տարվա համեմատ սոլո, այսինքն միայնակ հիմնադիրները շատացել են AI-ի շնորհիվ, բայց մարդիկ շփման կարիք ունեն, մենք հենց Ամերիկայի Bay Area Silicon Valley-ից ունեցել ենք 2 հարցում, թե ուզում ենք, որպեսզի նյու նորմը լինի իրանց ոնց որ կոֆաունդերի տեղ ստենդափներ անեն եւ այլն, շատ հետաքրքիր տեծուղություններ է գնում։ Թեման զգայուն է, անվտանգությունն ու գաղտնիությունն էլ շատ կարևոր են։ Հիմա կմտածեք, եթե տեխնիկայի հետևում մարդիկ են կանգնած, գուցե ձեր գրածները կարդում են, բայց նյու նորմը աշխատում է տվյալների պահպանման միջազգային բարձր ստանդարտներով։ Չի օգտագործվում ոչ մի դիալոգ, ոչ մի խոսակցություն մոդելը train անելու համար ավտոմատ, ինչպես անում օրինակ ChatGPT-ին։ Եթե տեխնիկական լեզվով մի քանի բառով ասեմ, օգտագործողների բազան եւ կոմունիկացիան պահված են տարբեր տեղեր։ Կոմունիկացիայի հատվածում հասկանալի չի դա ով է, որովհետեւ այնտեղ ընդհանրապես ինչ-որ կոդեր են եւ մարդկանց տվյալների պահման հատվածում, որը օգտագործում է Auth0 ամենահայտնի համակարգից մեկը։ Մենք չենք պահում մեր մոտ ընդհանրապես։ Առհասարակ նյու նորմի ամբողջ գաղափարը գալիս է անձնական պատմությունից, երկրաշարժ, պատերազմներ ու հասարակություն, որը դեռ սովոր չէ հոգեբանական խնդիրների համար դիմել մասնագետի։ Էկոլոգիայից հետո երևի հոգեբանությունը, հոգեբանական իրավիճակը ավելի ամենակարևոր բաներից է։ Ու պլյուս պապիկս, իմ 2 պապիկներն էլ երկրաշարժից Գյումրեցի, երկրաշարժից հետո դեպրեսիայի մեջ են հայտնվել։ Ու ես գիտեմ ինչա դա ու եթե չկա ոչ մի օգնություն ընտանիքի համար նաև ու դրա համար երևի այդ ամեն ինչը գումարվելով միասին ստացանք գաղափարով խոսություն, որ ուզում ենք զբաղվենք հոգեբանական, հոգեգան օգնությամբ նորանոր տեխնոլոգիաների միջոցով։ Ստարտափը դեռ նախնական pre-seed փուլում է, սակայն արդեն կարողացել է ներգրավել $335,000, հիմնականում հրեշտակ ներդրողների միջոցով։ Այժմ նրանք պատրաստվում են լրացուցիչ $500,000 ներդրումային փուլին, որը նախատեսված է հետազոտական կենտրոնի ստեղծման, տվյալների որակի բարձրացման եւ թիմի ընդլայնման համար։ Նյու նորմ ստարտափը հաղթել է նաեւ ներուժ ծրագրի աճի փուլ անվանակարգում, ստանալով $30 միլիոն ֆինանսավորում։ Հիմնադիրներն ասում են, որ հիմա ավելի շատ կենտրոնացած են օգտատերերի թիվը մեծացնելու վրա, ոչ թե ներդրումներ ներգրավելու։ Մենք ունենք շատ հետաքրքիր պաշտոններով ոլորտից մարդիկ Սաուդյան Արաբիայից, Անգլիայից, ու հիմնականում մարդիկ են, ով որ մեզ ճանաչել է ու հասկացել է, որովհետև դա բարդ ոլորտ է, դա ռիսկային ոլորտ է ու դա ես մեծ ոլորտ է լինելու, բայց ինքը նոր է մտնում մեր կյանք ու մարդիկ լսում են, հա, AI, OSS, սկսում են ինչ որ ամենահեշտ ոլորտը չի ասած ասեմ։ Նյու նորմը դեռ միայն չատ է, բայց հավակնում է դառնալ ավելի մեծ մի բան, անձնական անկյուն, օրինակ նոթատետրի նման, որտեղ գրում ենք մեր բոլոր մտքերն ու անհանգստությունները, տարիներ հետո հետ գալիս ու տեսնում, թե ինչքան ենք աճել ու ինչ տրանսֆորմացիաների միջով անցել։ Միայն թե այդ ճանապարհը ավելի արագ կարող է լինել, որովհետև նյու նորմը դառնալու է քոուչ, ուսուցիչ, հոգեբան, մենթոր, որ ուղեկցելու է ինքնազարգացման ճանապարհին։ Հիմնադիրները պատկերացնում են նյու նորմի ապագան ձեր հեռախոս
հեռախոսում ամենատարածված էփերի կողքին, որը կօգտագործեք ամեն անգամ նոր գաղափարների իրականացման ու նպատակներ պլանավորելու համար։ Գիտենք, որ մի քանի տարուց նա լինելու է մարդկության հեռախոսների մոտավորապես 18-ից 20%-ի մոտ։ Ես գիտեմ, որ մոտավորապես տարուց մենք ունենալ ենք new norm, որ չի խցկվելու ոչ մի թերապիա, էսա, ինքը քո mind cloud-ն ալնելու, ինքը քո աշխարհն ալնելու, որը սաղ տակը օգտագործելու է սաղ այդ գիտական ու AI ուժը, որ դու քո մասին է ինֆորմացիան պաշարած, քո մտքերն է, քո հույզերն է, քո խնդիրներն է, ու դու այդ ունեցել ես, ու այդ քո պատմությունն է, որը քեզ օգնում է զարգանալ, որը քեզ օգնում է հանգստանալ, որը քեզ օգնում է հիշել, որտեղ դու կարաս դու լինես։